Երևանն այս օրերին դարձել է միջազգային քաղաքականության կենտրոններից մեկը, հյուրընկալելով եվրոպական քաղաքականության համայնքի գագաթաժողովը։ Հարթակ, որը միավորում է մայրցամաքի առաջնորդներին, բայց չունի պարտադիր որոշումների մեխանիզմ։ Ինչ է իրականում ստանում Հայաստանը այս հարթակից, փորձելու ենք հասկանալ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Պարոն Բոզոյան, ըստ ձեզ ով է այս գագաթաժողովի իրական տերը, Երևանը թե այլ ուժեր արտաքին։ Սա արդեն 8-րդ գագաթաժողովն է։ Ինքը հիմնվել է 2022 թվականի մայիսի 9-ին Ֆրանսիայի անժամանակվա նախագահ Մակրոնի կողմից, եւ փաստացի կարելի ասել, որ սա այդ բազմաթիվ եվրոպական կառույցներից մեկ նոր կառույց է, որը իր մեջ փորձում է ներընդգրկել ոչ միայն Եվրոմիության անդամ երկրներին, այլ Եվրոմիության արժեքներ կրող եւ կամ այն երկրներին, ովքեր որ ուզում են Եվրոմիության անդամ դառնալ, հա, այսպես ասած, մոտ 45-ից 46 անդամ է եւ միգուցե վաղ մյուսերը կարող ավելի շատ լինել, բայց ինքը տարեկան 2 անգամ նիստ է անցկացվում, աշնանը եւ գարնանը, աշնանը հիմնականում անցկացվում է այդպիսի խաղի կանոն կա ընդունված Եվրոմիության անդամ երկրում, իսկ գարնանը Եվրոմիությանից դուրս անդամ երկրում։ Տեսեք, օրինակ, այս տարի որոշվեց, որ պետք է Հայաստան լինի, հաջորդ տարի գարնանը պետք է լինի Շվեյցարիան, որը ԵՄ անդամ չէ, հետո 2020 թվականին պետք է լինի Ադրբեջանը։ Հիմա հարց կարող է չլինել, ինչ է իրանից ներկայացնում այս եվրոպական կառույցը եւ ինչով է տարբերվում մյուս կառույցներից, հա։ Տեսեք, ԵՄ-ն դա հասկանալի կառույց է, որը ընդգրկում է ինչ-որ երկրների, որոնք կոնկրետ ինչ-որ տնտեսական, քաղաքական խաղի կանոններով են հանդես գալիս։ Եվրոխորհուրդը դա արդեն ոնց որ իրանք ներկայացական կառույց է, որը այդ ԵՄ-ի, այսպես ասած, վերնաշենքն է քաղաքական իմաստով։ Այս եվրոպական քաղաքական համայնքը դա Էմանուել Մակրոնի, այսպես ասած, երեխան է, որը ինքը փաստորեն հիմնեց, այսինքն այս ճարտարապետը այս կառույցի Մակրոնն է։ Ես համոզված եմ, որ դա ինչով է դա առաջ գալիս։ Տեսեք, ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, երբ որ պարակտվեց Եվրոպան, երբ որ բոլորը հասկացան, որ փաստացի այն մինչև այդ Եվրոպա, Ռուսաստան իշում եք, որ խոսում էին դեռ խորհրդայնության ժամանակներից, որ Լիսաբոնից դեպի մինչև Վլադիվոստոկ պետք է մենք Եվրոպա դիտարկենք, դա խոսում էր այն ժամանակ Հելմուտ Կոլը, խոսում էր Շմիդտը, խոսում էր Ֆրանսուଆ Միտերանը, խոսում էր Ժակ Շիրակը, Դե Գոլի գաղափարներ, հա, այս ամեն ինչը ըստ մեր ժամանակներում ավարտվեց։ Այն գործիչները, որ կային, որ մեծ ամբիցիաներ ունեին եւ փորձում էին աշխարհը միավորել, հիմա եկել են պարակտիչ գործիչներ։ Ցավոք սրտի մենք այդպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որի արդյունքը լինում են այս պատերազմները։ Պատերազմները Իրանի եւ Միացյալ Նահանգների մեջ, պատերազմները Եվրոպայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի մեջ, դե դուք նկատեք, բոլոր երկրներում գալիս են ղեկավարներ, որոնց վարկանիշը միանգամից անկում է ապրում։ Մակրոնի վարկանիշը այսօր 10-15%-ի չափ է, բանի հետ ինչ է նա, Գերմանիայի կանցլերի վարկանիշը նույն խայտարակ վիճակի մեջ է, Ստարմերի մարգարեթը Մեծ Բրիտանիայում շատ վատ վիճակի մեջ է։ Ընդհանրապես այսպիսի մենք դարաշրջանում ենք ապրում, որտեղ մարդկանց վարկանիշները բարձր չեն եւ մարդիկ մանրացել են այդ իմաստով, այսինքն մեծ ամբիցիաներով խնդիրներ չեն դնում, ասենք օրինակ նույն Մակրոնի գաղափարը շատ ֆրանսիական փորձագետներ համարում են, որ սա Նապոլեոնի, այսպես ասած 21-րդ դարի նոր Նապոլեոնի հայտ ներկայացնելու այսպես ասած խնդիր է, որտեղ ինքը իր երկրում լուրջ խնդիրներ ունի, հեղինակություն չունի, փորձում է իր հեղինակությունը կոմպենսացնել դրսում։ 8-րդ այս նստաշրջանը որոշվեց Հայաստանում անցկացնել 26 թվականի մայիսին, շատ փորձագետների գնահատականներով, այլ թվում նաև եվրոպական փորձագետների, որովհետև եվրոպական վերնախավը փորձում է այսպես ասած ֆորատալ Նիկոլ Փաշինյանին գալիք հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Այս գլխավոր հարցը ով է այս հարթակի տերը։ Այս հարթակի գլխավոր տերը բնականաբար եվրոպական վերնախավն է, Մակրոնի գլխավորությամբ, իհարկե Երևան չէ։ Երևանը, Ադրբեջանը, Վրաստանը իրենք այսպես ասած օբյեկտիվ դեր են կատարում այդ իմաստով, հասկանալի պատճառներով օբյեկտիվ չէր կարող դառնալ։ Սա շատ պարզ է։ Նույնիսկ եմ կրկնում, սա նպատակը հետապնդում փորձել ֆորատալ Նիկոլ Փաշինյանին ընտրություններից առաջ։ Բայց ես ասեմ, որ սա այդքան էլ հարմար տարբերակ չէ, որովհետև Հայաստանում եվրոպական արժեքները ավելի խորն են, ավելի տարածված են, որովհետև Հայաստանը միշտ իրեն համարել է եվրոպական քրիստոնեական արժեքային համակարգի բաղկացիչ մաս։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ այն արժեքները, որոնք եվրոպական եւ քրիստոնեական կան, ոչ շատ եվրոպական երկրներում են դա կյանքի կոչվում։ Մենք տեսնում ենք
վառ դրսևորումները եւ ցավոք սրտի դա փաստ է եւ նույնը կարելի ասել Հայաստանում, այսինքն այն եվրոպական դեմոկրատական արժեքները, որ հռչակված էին 2018 թվականին, ցավոք սրտի տեսորվադրությամբ քանդված վիճակի մեջ են, մեր մոտ մենք ունենք բազմաթիվ քաղաքաբանտարկյալներ, խղճի ազատության խնդիր կա, բան կա, բայց որը այսպես ասած անտեսվում է եվրոպական կառույցների։ Տեսեք, եվրոպական ներկայացական կառույցները, Եվրոխորհրդարանը բանը չի անտեսում, բայց գործադիր կառույցները անտեսում են։ Նույնը կարելի է Ադրբեջանի մասին։ Տեսեք, Եվրոխորհրդարանը ընդունեց փայլուն բանաձև Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, բայց գործադիր կառույցը ինքը քանի որ ունի շահեր գազի, այսպես ասած բանի հետ կապված, միշտ է այդպես եղել։ Մեր ամբողջ պատմության մեջ եվրոպական բան եք ասում։ Հիմա եվրոպական քաղաքական համայնքը, ինչպես արդեն նախաբանի մեջ նշեցինք, ունի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումների մեխանիզմ։ Այո։ Այսուհանդերձ Երևանը շոշափելի կոնկրետ ինչ-որ բան կստանա այս հարթակից, թե հերթական թանկարժեք լուսանկարվելու շարքից է սա։ Զերո բան կստանա։ Միգուցե կստանա անձամբ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ որոշակի ինչ-որ ֆորակ կստանա ինչ-որ հասարակության հատվածի մոտ, բայց կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը զերո կստանա։ Այդ միանշանակ է, այստեղ ոչ մի գաղտնիք էլ չկա, բոլորն դրա մասին գիտեն, բոլորի համար դա արձանագրված է։ Պարզապես սա միջոցառում է հերթական Հայաստանում չներ պետք է լիներ Ադրբեջանում կամ լիներ, չգիտեմ, Շվեյցարիայում կամ Ալբանիայում, հիմա Հայաստանում է եղել։ Այսինքն, ստեղ որևէ ինչ-որ տարբերություն չկա, այսինքն Հայաստանը դրանից ոչ մի շահ չի ստանալու։ Ես նույնպես եմ կրկնում, Եվրոպային պետք է դիտարկել երկու մասով՝ իր գործադիր եւ օրենսդիր մասով։ Օրենսդիր մասը միշտ ավելի դրական է եղել, հայամետ է եղել, լավ որոշումներ է կայացրել, չէ՞, վերջի որոշումն է Եվրոխորհրդանի ողջունելի է։ Բայց գործադիր կառույցը Եվրոպայի դա պատմական միշտ ավանդական է եղել։ Գործադիր կառույցը իր շահերով է շարժվել, իսկ իր շահերը միշտ եղել են այնպես, որ Հայաստանը եղել է մանրադրամ։ Ցավոք սրտի սա փաստ է։ Երևանում անցկացվող այս գագաթաժողովը շատերը անվանում են պատմական, դիվանագիտական նաև հաղթանակ, հատկապես իշխանությունն է այս մասին պարբերաբար հայտարարում։ Արդյոք սա չի ընկալվում, որ դեմարշ Ռուսաստանի դեմ եւ արդյոք Մոսկվան չի արձագանքելու սրանց։ Տեսեք, պատմական կարող են համարել եւ մոլդովացիները եւ ադրբեջանցիները, որտեղ ամեն մի, քանի որ սա նոր կառույց է, ստեղծվել է 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում, ցանկացած երկրում, որ միջազգայում անցկացվի, այդ երկիրը կհայտարարի իր համար պատմական, որտեղ առաջի անգամ է լինում, չէ՞։ Այստեղ ոչ իրականում դա ոչ մի պատմական բան չկա։ Իսկ դիվանագիտական հաղթանակ դիվանագիտական ոչ թե հաղթանակ է սա, դա դիվանագիտական PR է Հայաստանի իշխող շրջանակների համար, իրանք PR են անում, որպեսզի հունիսի 7-ին մաքսիմալ շատ քվե ստանան։ Այստեղ ոչ մի դիվանագիտական հաղթանակ կամ պարտություն չկա։ Այլ խնդիր է, նույնպես եմ կրկնում, այստեղ նույնիսկ ասել, որ սա հակառուսականը իր բնույթով իհարկե, որտեվ Ռուսաստանին իր մրցակից է համարում Մակրոնը, հասկանալի պատճառներով Հայաստանը այն քաշը չունի, որ կարող է լինել, բայց Հայաստանը կարող է մանրադրամի դեր կատարել։ Սա է խնդիրը։ Այսինքն, տեսեք, օրինակ Ադրբեջանը փորձում է բալանսավորված քաղաքացիություն մանևրում է։ Վրաստանը փորձում է բալանսավորված քաղաքացիություն վարել, ընդ որում իրանք ավելի մեծ հնարավորություն ունեն, քան մենք։ Մենք փաստացի մենք էլ կարող ենք բալանսավորված քաղաքականություն վարել, ինչպես որ նախկինում վարել ենք։ Օրինակ նախկինում էլ մենք Հայաստանը Եվրոխորհրդի անդամ էր, եվրոպական կառույցների անդամ էր, բացառությամբ Եվրոմիության անդամ լինելուց ՆԱՏՕ-ի հետ համագործակցում էր եւ Ռուսաստանի հետ նորմալ եւ ոչ մեկ չի կարող ասել, որ Հայաստանը վարում էր միակողմանի, միշտ եղել է բալանսավորված քաղաքականություն, հա։ Բայց մենք ոչ մեկ չենք ասել, որ սա պատմական հաղթանակ է։ Իհարկե ցանկացած իշխանություն իր վարած քաղաքականությունը համարում է պատմական, բայց իրականում Հայաստանի տեսակետից դա ոչ մի պատմական բան չկա։ Պատմական էր, որ մենք կորցրեցինք Արցախը, իդեպ ցավոք սրտի կարող եմ ասեմ, եվրոպական քաղաքական համայնքի առաջին նստաշրջանը եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ ամենավառ հարցը եղավ այն, որ այն ժամանակ Հայաստանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս եւ որի արդյունքում նոյեմբերի 9-ի համաձայնագրի թոզմիշ եղան եւ որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Այդ իմաստով պատմական է, Ադրբեջանի համար պատմական է, Թուրքիայի համար պատմական է, մեր համար կարծում եմ, որ հակապատմական է։ Հիմա Ալիևը պարբերաբար օգտագործում է նման հարթակները, եվրոպական հարթակները սեփական շահը օրակարգ առաջ մղելու համար։ Արդյոք Երևանյան գագաթնաժողովը չի վերածվի մի հարթակի, որտեղ մեզ կպարտադրեն զիջումներ հանուն եվրոպական էներգետիկ շահերի։ Տեսեք, Ալիևը ամենջականորեն փոխկապակցված է Ալիևը երբ որ փորձում է պաշտպանել իր շահերը, ճիշտ է անում։
Վրաստանը, որ փորձում է պաշտպանել իր շահերը, ճիշտ է անում։ Եվ ընդհանրապես ցանկացած պետություն պետք է իր շահերը փորձի պաշտպանել այդպիսի կառույցներում։ Միակ երկիրը, որը այսօրվա դրությամբ իր շահերը չի ուզում պաշտպանել, այլ փորձում է ինտեգրվել եվրոպական այդ կառույցների մեջ, որպեսզի լավամարդ ընկալվի, դա Հայաստանն է, դա ողբերգությունը, դա բայց փաստ է, որից մենք միշտ կորցնելու ենք, բայց սա ավանդույթ է հայկական գործիչների հայկական այդպես դա ցավոք սրտի եմ ասում, սա մեր ամբողջ պատմության մեջ այդ ավանդույթը եղել է։ Մենք ավելի շուտ այնքան հրճվանքով ենք մտել այդ վեր ազգային կառույցների մեջ, նույն 100 առաջվա խորհրդային այսպես կառույցների կարելի ասել, սոցիալիստական շարժումների մեջ կարելի ասել, հայերը միշտ տարբերվել են նրանով, որ իրենց համար վերազգային արժեքներն ավելի դոմինանտային եղել, քան ազգային արժեքները։ Ցավոք սրտի եմ արձանագրում։ Ի տարբերություն այլ փոքր ազգերի։ Մեծ ազգերի պարագայում դա հասկանալ է, մեծ ազգերի համար վերազգային գաղափարները դա միջոց են իշխելու համար տարածաշրջանային կամ այլ երկրներին, որը հասկանալի է, ցանկացած մեծ ազգ ներկայացիչ վերազգային, տրանսազգային գաղափարներ օգտագործում է իր նեոկայսրական նպատակների համար, որը հասկանալի է, բայց փոքր ազգի երբ որ ներկայացիչը ինքը փորձում է իր ազգին սարքել մանրադրամ կամ ինքը անկեղծորեն մտնում է այդ խաղի մեջ, դա դառնում է ողբերգություն սեփական ժողովրդի համար։ Հենց դա պատճառով որ Հայաստանը դրված է Եվրոպայի զոհասեղանին։ Տեսեք, մենք զիջումների ենք գնալու իմպերատիվ չեմ ուզում նման բան ասեմ, բայց այդպես կստացվի, որովհետև Հայաստանը պետք է իր շահերը փորձի պաշտպանել, այլ ոչ թե турք տա բոլոր այն խնդիրներին, որ Եվրոպայից տալիս են։ Տեսեք, օրինակ Ադրբեջանը ինչ է դիմակայում։ Դուք էլ զարմանում եք։ Դա ճիշտ է անում, որովհետև իր շահերն է պաշտպանում։ Իր շահերը պաշտպանել չի նշանակում, որ ինքը գժտվելու է վերջնականապես։ Ինքը փորձում է իր շահերը պաշտպանել, ինչքանով կստացվի, չի ստացվի, կյանքը ցույց կտա։ Նույնը անում է Վրաստանը։ Բայց եթե դու քո շահերը չես պաշտպանում, բնականաբար Եվրոպան գնում է այն ճանապարհը, որ սկսում է ճնշել այն կառույցին կամ այն երկրին, որը ամենակիչն է դիմադրում։ Դա շատ հասկանալի բան է։ Սա է խնդիրը։ Ինչպես է վերաբերում այն փաստին, որ Եվրոպան Հայաստանին գովում է ժողովրդավարության համար, բայց միևնույն ժամանակ ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ։ Շատ պարզ։ Այդ նույն շահերի շարքից է։ Բնականաբար Եվրոպան ունի շահեր։ Շահերը, էներգետիկ շահերը համընկնում են Ադրբեջանի շահերը, որտեղ ինքը փորձում է մաքսիմալ իր կախվածությունը թույլատնել ռուսական գազից եւ նավթից, հասկանալ է, որ շատ ալտերնատիվ բաներ չկան, հատկապես Օրմուզի նեղուցի հետ պատմություններից հետո, ադրբեջանական գազն ու նավթը փոքրիկ այլընտրանքներից մեկն են։ Դրա համար Ադրբեջանի շահը համընկնում է եվրոպական շահի հետ եւ իրանք լռում են բոլոր մնացած բաների մասին։ Ադրբեջանում վատ ավտորիտար ռեժիմներից մեկն է։ Ամենավատը, որ համեմատում ես տարածաշրջանային բոլոր երկրներին, Իրանին, Հայաստանին, Վրաստանին, Թուրքիային, Ռուսաստանին, նախկին խորհրդային ամենավատն է, հա, բայց եվրոպացիները լուր են եւ քոր են այդ ամենը տեսնելու համար։ Այսինքն չի նսեմանում սրանով ժողովրդավարության արժեքը։ Ում համար։ Իրենց համար։ Եվրոպացիները համար թքածուն են դրա։ Տեսեք, մի բան ասեմ ձեզ, եվրոպական ժողովուրդները իրենց շահերի մասին են մտածում միայն։ Եվրոպացիները միշտ իրենց շահերով են զբաղվել։ Ուրիշ երկրներում այդ շահերը դեմոկրատիան դա քողարկված բան եղել իրենց անձնական շահերը հետապնդելու համար։ Այդպես եղել ամբողջ պատմության մեջ։ Գաղութացման ժամանակահատվածում եվրոպական բոլոր երկրները գաղութներ էին, չէ՞, ունենում։ Հիմա արդեն այդ նեոգաղութացման ժամանակաշրջանում են դեմոկրատական քողի տակ իրենք նույն աֆրիկյան երկրներում փորձում էին մաքսիմալ եկամուտներ ստանալ, բայց դեմոկրատական արժեքների քողարկման տակ։ Դա շատ տրամաբանական եւ դատապարտելի չէ, որովհետեւ դա կյանքի օրենքն է, բնության օրենքն է։ Այլ խնդիր է, որ դու պետք է կներեք հիմար չնես, որ չհասկանաս, որ ամեն մի ազգ, ինչպես որ ամեն մարդ իր շահն է հետապնդում, ամեն մի ազգ պետք է իր շահը հետապնդի։ Դու պետք է չնեղանաս, որ եթե ուրիշը քո իր շահի հետապնդելով կարող է քո շահը տրորել։ Դու պետք է ուղղակի հասկանաս, նենց անես, որ քո շահերը մաքսիմալ կարողանաս պաշտպանես։ Հիմա իշխանությունը այս միջոցառումը ներկայացնում է որպես իր արտաքին քաղաքականության գլխավոր ապացույց։ Որպես քաղաքագետ ինչ եք կարծում, սա ինչպես արդեն նշեցիք PR փուչիկ է եւ այլն, սա կպայթի հենց հաջորդ օրը, երբ պատվիրակությունները հեռանան Հայաստանից։ Գիտեք, այդ պայթելը արդեն ոչ մեկին հետաքրքիր չի, բայց ես կարծում եմ, որ մեր հասարակության մեծ մասը արդեն շուտ բանից այդ փուչիկներին չի հավատում։ Տեսեք, օրինակ Եվրոխորհրդի այդ որոշումը, որ եղավ Ղարաբաղի այդ մասով, չէ՞, ինչ արձագանք եղավ մեր հասարակության մեջ։ Կարծում եմ, որ շատերը նույնիսկ չիմացան դրա մասին, որտեղ մարդիկ արդեն հասկացել են, որ այդ թղթի որոշումները, երբ որ կյանքում չեն կոչվում, դրանք զրոյական արժեք ունեն արդեն։ Այսինքն դու կարող ես մի հատ որոշում կայացնես, հետո այդ որոշման հիման վրա գնաս գազով
գազ ու նավթ առնես այդ երկրի հետ, ու տեսեք մի հատ ուրիշ հարցեր տամ։ Իրանք խոսում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին եւ այլն եւ այլն։ Չէ՞ նույն Մակրոնը 22 թվականին ինքը դեռավ կնկահայրը, որ Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում։ Տեսեք, հիմա այդ մարդը հանդես է գալի որպես հայ ժողովրդի մեծ բարեկամ եւ այլն, չէ՞։ Հայ ժողովրդի մեծ բարեկամը հանդես է գալի մի մարդ, ով կնկահայր դարձավ 22 թվականին, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում Փաշինյանի հետ միասին։ Բայց դա բոլորն էլ հասկանում են, չէ՞ որ դա սա ձևական խոսք է։ Այլ խնդիր է, որ ֆրանսիացի ժողովուրդը, Ֆրանսիան պատմականորեն մեր համար միշտ եղել է բարեկամ երկիր, եւ այդ բարեկամությունը հավերժ է լինելու, որովհետեւ մենք արժեքներով, մշակույթով, մեր պատմությունով իր հետ շահկապված ենք։ Այլ խնդիր է, որ առանձին գործիչներ կգան կգնան, բայց այդ բարեկամությունը միշտ էլ կմնա։ Ես համոզված եմ, որ Փաշինյաններն ու Մակրոնները կգան կգնան, բայց հայ ժողովուրդն ու ֆրանսիացի ժողովրդի բարեկամությունը կմնա մնայուն։ Եթե մեկ նախադասության ձևակերպեք այս գագաթաժողովը Հայաստանի համար ելք է դեպի Եվրոպա, թե լաբիրինթոց, որտեղից ելքը եվրոպացիների ձեռքում է։ Գիտեք, ոչ նա, սա ֆորմալ մի հատ միջոցառում էր, որը կազմակերպվել էր զուտ Փաշինյանին ֆորա տալու համար հունիսի 7-ի ընտրություններից առաջ։ Ուրիշ ոչ մի բան։ Սա հերթական, այսինքն, քանի որ այդ կառույցը որոշում էր կայացրել, որ տարեկան 2 անգամ պետք է նիստ անցկացվի, այդ դու գիտեք, որ կա համապատասխան քանակով ԵՄ անդամ երկրներ եւ կա համապատասխան քանակով երկրները, որոնք դեռ ԵՄ անդամ չեն։ Հիմա այդ ԵՄ անդամ չլինող երկրներում ամեն գարուն պետք է նիստ անցկացվի։ Հիմա հերթականություն նայել են որտեղ Հայաստանը հերթի մեջ կար։ Պարզապես որոշեցին, որ 26 թվականին անցկացնեն, որպեսզի 26 թվականի այդ նիստը հարմար լինի իշխանության համար հունիսի 7-ի ընտրությունների։ Հիմա այսքանից հետո ինձ համար շատ դժվար է եզրափակիչ հարցը, կա մի բան, որ Հայաստանը կստանա այս հանդիպումից, այս գագաթաժողովից եւ որի համար արժեր, որ այս գագաթաժողովը անցկացվի որ չլներ Հայաստանում կամ եղավ Հայաստանը դրանից ոչինչ չի փոխվելու, ոչ դրական, ոչ բացասական իմաստով։ Միգուցե որոշակի այսինքն ոչինչ չենք ստանալու։ Բայց ինչ պետք է ստանանք մենք, այսինքն եթե դա չլներ Հայաստանում լիներ, ասենք օրինակ Շվեյցարիայում, ինչպես որ մյուս տարի լինելու, Հայաստանը ինչ պետք է ստանար կամ չստանար։ Այսինքն սա պարզ խնդիր է, չէ՞, այսինքն ստեղ կամ Ադրբեջանում որ չեղավ էսի, ինչ պետք է ստանա կամ չստանա Ադրբեջանը։ Գազ պետք է քիչ վաճառի, թե քննարկումների առանցքում տեղյակ եք ինչ նախագծեր են։ Դե կտեսնենք, հասկանանք, բայց ես կարծում եմ, որ այդ նախագծերը նախապես արդեն պատրաստված են լինում, դա Երևանում չեն որոշում։ Դա Բրյուսելում են որոշում կամ Մակրոնի շրջապատն է որոշում այդ ամեն ինչը։ Հետո արդեն Երևանում դա այսպես ասած ձևավորում է, բայց ասում մենակ ստեղ չի, դա բոլոր հիմնական կենտրոնում են որոշումները այդպես են կայացվում։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Երվան Բոզոյանի հետ։ Ցտեսություն։